Հրաչակա կասկածանք, այսօր շատ հանդիպեց դա ինձ, որ Իսրայել Ադրբեջանի օդային տարածքից է թիրախավորել Կասպյան նավատորմը։ Այստեղ խնդրեմ չկա, այդ առաջի անգամ չի, դա տեղի է ունեցել 2025 թվականին, Իրանը դա գիտի, ուղղակի Իրանը հասկանում է, որ հիմա Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ ինքը պատրաստ չէ դրան։ Եթե պատրաստ լինի, եթե ինքը հասկանա, որ Ադրբեջանը արդեն լուրջ սպառնալիք է, այդ ժամանակ, եթե ինքը խփել է Կատարին, խփել է մնացած արաբական երկրների, այսօր խփել է Սաուդյան Արաբիային, հասկանալի է, որ Ադրբեջանի խփելը դա շատ փոքր խնդիր է։ Իրանը շատ շուտ կարող է Ադրբեջանի հարցը լուծել։ Այդ թեմայով հետաքրքիր քրոնիկոն է գնում այսօր Բայրամովն է հայտարարում Բաքուն հույս ունի, որ Իրանը կկատարի Նախիջևանի դեմ հարձակումները հետաքննելու երաշխիքները։ Մի քիչ ոչ adekvat դրսևորումի շարունակությունն է։ Ադրբեջանը երբ մեր պատերազմից Իրան այդպիսի խոստում է տվել, որ կհետաքննի։ Կարող է խոստում տվել, բայց հիմա ուշադրությունը Իրանի այդ մանր երկու շատ փոքր ինցիդենտների վերել դա մի քիչ լուրջ չի։ Այդ ինձ համար ինդիկատորը նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մնում է ոչ adekvat։ Դες իրանք ճիշտ չեն գնահատում, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում, իրանց հայտարարությունները չեն համապատասխանում սպառնալիքներին, որը իրանք կանգնած են։ Ինձ ձեր հատալիս երևի կարող է ասել, որ Ադրբեջանը ճիշտ չի հասկանում վիճակը եւ ման հայտարարություններ անում, մյուս կողմից ես հասկանում եմ, եթե պատերազմը անցնի Ադրբեջանի տարածք, ես որպես պետություն եւ ժողովուրդ պիտի արդեն լրիվ ուրիշ հարցեր կունենամ եւ դա հարցերը կլինեն իհարկե նաեւ ռազմական։ Մենք կկանգնած կլինենք ուրիշ հարցերի շուրջ։ Դա այդպիսի զարգացումը կփոխի նաեւ մեր անվտանգային կոմունիկացիան։ Իհարկե անվտանգության կոմունիկացիան է փոխում, այդ պատերազմը անշուշտ կարող է փոխանցվի նաև Հայաստանի Հանրապետության տարածք, մենք գիտի դրան պատրաստ ենք, եթե Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ, դա արդեն կլինի ներքաշեն։ Իրան ներքաշեն, այդ արդեն հետո վերլուծությունները կպարզեն ինչ է տեղի ունեցել, բայց Ադրբեջանը մտնում է պատերազմի մեջ կամ ներքաշվում է պատերազմի մեջ, մեզ համար վիճակը դառնում է անկախատեսելի ավելի մեծ։ Այսօր էլ անկախատեսելի, բայց ինչ որ ձևով դեռ Հայաստանի սահմաններին այդ սպառնալիքները դեռ կանգնած են, չեն ասել Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ գտնող տարածքի մեջ։ Դա Հայաստանի Նախիջևանը ամեն դեպքում ինչ որ նախազգուշական։ Դա ավելի շուտ պրովոկացիա է եղել։ Ներքաշել Ադրբեջանը Թուրքիան պատերազմի մեջ, ես այդպես եմ գնահատում։ Եվ ով է դա արել։ Տրամաբանական չի, որ Իրանն է արել դա։ Տրամաբանական չի, հա, իմ կարծիքով։ Իրանին դա պետք չէ, Իրանին հիմա կենտրոնացած է ուրիշ սպառնալիքների վրա։ Այսօրվա Բայրամովի հայտարարությունը հեռախոսազրույց էր տեղի ունեցել նախորդ օրը, Արաքչին եւ Բայրամովը խոսել էին իրար հետ։ Այդ հեռախոսազրույցից մի կտոր եմ առանձնացրել, երբ Արաքչին ասում է, որ ոչ մի երկիր չպետք է թույլ տա օգտագործեն իր տարածքն ու ենթակառուցվածքները ընդդեմ իր հարևանի։ Սրանից էլ ուղիղ զգուշացում։ Ավելի զգուշացում, բայց նույն զգուշացումը ինքը հասցել է արաբական երկրների, չէ, որ եթե ձեր տարածքում կա ռազմական օբյեկտներ, որից հարվածներ ասում, մենք ձեզ հարվածել եւ իրանք հարվածում են այսօր։ Ադրբեջանի տարածքում հաստատ կան ռազմական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, որը օգտագործում են։ Դա նշանակում է Ադրբեջանը մնում է սպառնալիքի տակ, ռազմական սպառնալիքի տակ։ Եվ այդ վիճակում, եթե քո արտգործնախարարը այդպես հայտարարություններ անում, դա նշանակում է, որ Իլհամ Ալիևը ոչ adekvat է։ Այն ժամանակ ճակետներում Էրդողանը իրար կանգնեցրեց, բայց կարող է գա մի պահ, որ ինքը դուրս գա սահմաններից, որովհետև հաղթանակ պատերազմից հետո Հայաստանի դեմ հայ ազգի դեմ 6 հատ կոալիցիա հավաքված ինքը իրոք կարող է գնահատում է, որ ինքն է հաղթել, ոչ թե Թուրքիան եւ մնացածները Իսրայելը միասին, ես եմ հաղթել, դուք գիտեք, որ ավտորիտար առաջնորդները ինչքան շատ են նստում աթոռին, ձիվանին, այնքան ոչ adekvat են դառնում եւ կորցնում են կապը իրականության հետ։ Կարող է Իլհամ Ալիևը արդեն իրան կորցնում է կամաց, դա վտանգավոր է Ադրբեջանի համար եւ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է պատրաստ լինենք նման սցենարների։ Ինչ է կանում, եթե Ադրբեջանը գլուխ կորցած մտնում է պատերազմի մեջ։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք եւ դա բերում է եւ սպառնալիքներ եւ հնարավորություններ։ Եթե դու պատրաստ ես դրան, դու կարող ես դրանից լավ հնարավորություններ քաղես, օգտվես դրանով եւ ունենաս լրիվ ուրիշ սահմաններ
որը ձևավորվել է 2023 թվականից հետո։ Դա ամեն ինչ կարող է հնարավոր լինի, բայց առաջինը դու պետք է պատրաստ լինես վատագույն սցենարներին, քո ազգային անվտանգության համակարգը հիմնական ինձ որ մտահոգում է դա փախստականների մեծ ծավալի Իրանից, եթե այնտեղ պատերազմը շարունակվի, վեր այսքան մեծ թեմաներից երկարաժամկետ, այն ժամանակ կարող է մեծ հոսքեր առաջանալ։ Այդ հիմնական մտահոգությունն է Եվրոպայի, Թուրքիայի համար, որոնք պատրաստում են նման քայլերի եւ այլ շուտ չեն պատրաստում, նրանք չգիտեն այդ ժամանակ ինչ են անելու։ Որտեղ Սիրիայի փախստականների խնդրեմը այդքան մեծ հառաջացել է տեղի ունեցել Աֆղանիստանից, բայց Աֆղանիստանը Սիրիան դա 20 միլիոնանոց ժողովուրդ են պետություններ, այստեղ 93 միլիոն են։ Լրիվ ուրիշ մասշտաբների է եւ դա ինչ է կարող տեղի ունենալ, ինչի կբերի ոչ մեկը չի ուզում հաշվարկել, չի ստացվում։ Դրա համար տարածաշրջանը Մերձավոր Արևելքը դարձել է շատ անկայուն եւ վտանգավոր միջավայր, տարածաշրջան, որտեղ գնում է տարածաշրջանային պատերազմ, որ տարածաշրջանային պատերազմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից սկսված, իրանք այդպես են մտածել, բայց Իրանին հաջողվել է այդ պատերազմը դարձնել գլոբալ, համաշխարհային, որտեղ Իրանի հարվածները ազդել են ոչ թե միայն տարածաշրջանային վրա, բայց գլոբալ միջավայրի, գլոբալ համակարգի վրա, համաշխարհային համակարգի վրա։ Դրա համար շատ դժվար է կողմնորոշվել եւ գնահատական տալ ինչ պատերազմի մեջ եք հիմա տարածաշրջանային պատերազմի մեջ եք մնում, թե արդեն համաշխարհային պատերազմի մեջ եք։ Եթե շարունակեք, ասենք 2020 թվականին մեր երկրորդ Արցախյան արշավը մենք մտել ենք որպես լոկալ պատերազմ հայ-ադրբեջանական, բայց արդեն երրորդ շաբաթը երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ, այդ պատերազմը դարձավ արդեն ռեգիոնալ, տարածաշրջանային պատերազմ։ Հետո տարածաշրջանային պատերազմը Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի դեմ որպես լոկալ ուկրաինական պատերազմի դեմ, ռուս-ուկրաինական պատերազմ, բայց շատ շուտ միանգամից մի շաբաթում այդ պատերազմը դարձել է եվրոպական տարածաշրջանային պատերազմ։ Եվ հիմա Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսել են տարածաշրջանային պատերազմ, բայց այդ պատերազմը արդեն ինչ որ ոլորտներում դարձել է համաշխարհային։ Եվ այստեղ Հայաստանը, Հարավային Կովկասը, լինելով Մերձավոր Արևելքի մաս, կանգնած է լոկալ սպառնալիքների, ռազմական սպառնալիքների, տարածաշրջանային սպառնալիքների եւ գլոբալ սպառնալիքների արժեվ ռազմական։ Եվ դա պարտադրում է իշխանությունների ղեկավարության կողմից, ազգային անվտանգության համակարգի առաջնորդներից եւ համակարգից ընդհանրապես հասկանալ ինչքան լուրջ է վիճակը, թողնել մնացած բոլոր ճակետներում ուշադրությունները եւ կենտրոնանալ միայն ու միայն Իրանի վրա, միայն ու միայն Սյունիքի վրա, միայն հայ-իրանական եւ հայ-ադրբեջանական սահմանների վրա, թուրքական սահմանների վրա։ Փաստորեն ստացվում է բոլոր սահմանները միայն վրացականից, դու հիմա պիտի կանգնած լինես լրիվ ուրիշ սպառնալիքների պատրաստման առաջնորդել։ Մենք պատրաստում չէինք, ինչքան ես գիտեմ, ազգային անվտանգության համակարգը հրապարակորեն իրանք չէին պատրաստում ման մեծ սպառնալիքներին։ Եվ հիմա դու պետք է ինչքան կարելի է շուտ այդ խնդիրները դնես եւ սկսես լուծումներ գտնել։